Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Հայկական լեռների պես ամուր ու հաստատուն էր Արամի բնավորությունը։ Նա այն տղամարդկանցից էր, ում համար խոսքը գործ էր, իսկ ընտանիքը սրբություն։ Արամ Վանին ամուսնացել էին 2 տարի առաջ։ Դա սիրո պատմություն էր, որին սկզբում բոլորը հիացմունքով էին նայում։ Անին, նրբակազմ, բարի աչքերով մի աղջիկ, ով իր հետ տուն էր բերել լույս ու ջերմություն, և Արամը, ով պատրաստ էր լեռներ շրջել իր կնոջ համար։ Սակայն այդ լույսի կողքին միշտ կար մի ստվեր՝ Արամի մայրը, տիկին Սոնան։ Տիկին Սոնան վաղուց էր այրիացել և իր ամբողջ կյանքը նվիրել էր որդուն, բայց այդ նվիրումը ժամանակի ընթացքում վերածվել էր կույր սեփականատիրության։ Նա կարծում էր, որ Արամի կյանքում միակ կինը պետք է լինի ինքը, իսկ ցանկացած մեկը, ով կփորձեր խլել որդու ուշադրությունը, դառնում էր թշնամի։ Երբ Անին հղիացավ, թվում էր, թե տիկին Սոնան պետք է փոխվեր, չէ՞ որ նա սպասում էր իր առաջնեկ թոռանը, բայց ամեն ինչ հակառակն ընթացավ։ Նա սկսեց խանդել նույնիսկ այն ուշադրությանը, որն Արամը ցուցաբերում էր հղի կնոջ հանդեպ։ «Մենք էլ ենք երեխա բերել, Արամ ջան, բայց մեզ ցենց ձեռքերի վրա չեն պահել»։ Սա նրա ամենասիրելի նախադասությունն էր, որը նա կրկնում էր ամեն անգամ, երբ տեսնում էր Արամին Անիի համար մրգեր կամ նվերներ գնելիս։ Անին լռում էր։ Նա հարգում էր Արամի սերը մոր հանդեպ և չէր ուզում դառնալ վեճի պատճառ։ Նա տանում էր տիկին Սոնայի կծու խոսքերը, նրա անվերջանալի դժգոհությունները կերակրի, մաքրության և նույնիսկ այն մասին, թե ինչպես է Անին քայլում կամ շնչում։ Այդ օրը Երևանում շատ շոգ էր։ Արամը աշխատանքի էր, բայց նրա մտքերը տանն էին։ Անին արդեն 8-րդ ամսվա մեջ էր և վերջին օրերին իրեն լավ չէր զգում։ Արամը որոշեց կեսօրին մի քանի ժամով տուն վազել, ստուգելու, թե ամեն ինչ կարգին է և կնոջ համար թարմ հատապտուղներ տանելու։ Երբ նա մոտեցավ բնակարանի դռանը, սովորական լռության փոխարեն լսեց բարձր գոռոցներ և ինչ-որ բանի կոտրվելու ձայն։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Դուռը բացելով նա ականատես եղավ մի տեսարանի, որը կարող էր պատկերացնել միայն սարսափ ֆիլմերում։ Հյուրասենյակի մեջտեղում Անին կծկվել էր անկյունում, ձեռքերով պաշտպանելով իր փորը։ Տիկին Սոնան, կորցրած մարդկային դեմքը, կանգնած էր նրա վրա և բղավում էր այնպիսի խոսքեր, որոնք Արամը երբեք չէր լսել իր մորից։ «Դու ով ես, որ իմ տանը ինձ ասես ինչ անեմ։ Դու եկել ես, որ որդուս իմ դեմ հանես։ Էս երեխան էլ է քեզ նման լինելու, անշնորհք ու աներես»։ Այդ պահին տիկին Սոնան բռնեց Անիի թևից և փորձեց նրան ուժով բարձրացնել տեղից, որպեսզի դուրս հրի սենյակից։ Անին ցավից ու վախից ճչաց։ Արամը վայրկյանական նետվեց առաջ։ Նրա ձեռքից ընկան հատապտուղների տոպրակները և դրանք արյան պես տարածվեցին հատակին։ Նա այնպիսի ուժով բռնեց մոր ձեռքը, որ տիկին Սոնան վախից բաց թողեց Անիին։ «Մայուր»։ Արամի ձայնը ոչ թե բղավոց էր, այլ մի սառը, դողացնող շշուկ, որն ավելի ազդեցիկ էր։ Տիկին Սոնան շրջվեց, նրա դեմքին սկզբում հայտնվեց վախը, հետո սովորական դարձած դիմակը։ «Արամ ջան, լավ է եկար։ Տես ինչ է անում այս լկտին, նա ինձ վիրավորում է, նա ինձ ասում է, որ ես այստեղ ավելորդ եմ»։ Արամը նրան նույնիսկ չլսեց։ Նա կռացավ Անիի մոտ, ով հեկեգում էր ու դժվարությամբ շնչում։ «Անի, սիրելիս, նայիր ինձ, դու լավ ես։ Երեխան լավ է», հարցրեց նա ձայնի մեջ անսահման քնքշանքով։ Անին միայն գլխով արեց, բայց նրա դողը չէր դադարում։ Արամը օգնեց Անիին բարձրանալ և ուղեկցեց նրան ննջասենյակ։ «Պառկիր և հանգստացիր, ես հիմա կգամ», ասաց նա ու փակեց դուռը։ Երբ Արամը վերադարձավ հյուրասենյակ, տիկին Սոնան արդեն սկսել էր բեմադրությունը։ Նա նստել էր բազմոցին և սկսել էր լաց լինել, ձեռքը դնելով սրտին։ «Վայ սիրտս, տես ինչ օրի հասցրեց ինձ քո ընտրած կինը։ Արամ, ես քեզ համար կյանքս եմ տվել, իսկ դու հիմա նրա կողմն ես բռնում»։ Արամը կանգնեց մոր դիմաց։ Նա չէր գոռում, բայց նրա հայացքի մեջ կար մի վերջնագիծ, որը տիկին Սոնան երբեք չէր տեսել։
Մայրիկ, սկսեց Արամը հանգիստ ձայնով, ես միշտ կարծել եմ, որ դու այս աշխարհի ամենաբարի մարդն ես։ Ես քեզ պաշտել եմ եւ միշտ փորձել եմ ամեն ինչ անել քեզ համար, բայց այն, ինչ ես տեսա հիմա, իմ մայրը չէր։ Դա մի չարացած մարդ էր, ով պատրաստ էր վնասել անպաշտպան կնոջը եւ իր սեփական թոռանը։ Բայց նա փորձեց ընդհատել Սոնան։ Լռիր, կտրեց Արամը։ Այսօր դու ցույց տվեցիր, որ քո սերը իմ հանդեպ եսասիրություն է։ Դու չես սիրում ինձ, դու ուղղակի ուզում ես տիրալ ինձ, բայց իմացիր մի բան, Անին իմ ընտանիքն է, նա այն մարդն է, ում ես ընտրել եմ իմ ամբողջ կյանքի համար, եւ եթե դու ստիպում ես ինձ ընտրություն կատարել իմ մոր եւ իմ կնոջ միջև, ով կրում է իմ երեխային, ապա ես արդեն կատարել եմ այդ ընտրությունը։ Արամը գնաց դեպի միջանցք, վերցրեց մոր պայուսակը եւ բացեց տանդուղը։ Դու հիմա գնում ես քո տուն, ես կշարունակեմ քեզ օգնել ֆինանսապես, ես կհոգամ քո կարիքները, որովհետև դու իմ մայրն ես, բայց դու այլևս այս տան բանալին չես ունենա, դու այստեղ չես գա այնքան ժամանակ, մինչև իսկապես չհասկանաս, թե ինչ ես արել, եւ նույնիսկ երբ երեխան ծնվի, ես թույլ չեմ տա քեզ մոտենալ նրան, քանի դեռ չեմ տեսել, որ դու սովորել ես հարգել Անիին։ Տիկին Սոնան ապշած էր։ Նա կարծում էր, որ Արամը, ինչպես միշտ, կգա ու կխնդրի իրեն ներել, կասի «դե մայր է, ջղայնացել է», բայց այս անգամ ամեն ինչ լուրջ էր։ Նա տեսավ, որ իր որդին վերջապես դարձել է տանտերը եւ իր ընտանիքի պաշտպանը։ Տիկին Սոնան հեռացավ։ Առաջին մի քանի շաբաթը նա փորձում էր զանգահարել բարեկամներին, բողոքել, թե ինչպես անշնորհակալ որդին իրեն փողոց գցեց։ Բայց Արամը մնաց անդրդվելի։ Նա բոլորին բացատրեց. Ես մորս փողոց չեմ գցել, նա ունի իր տունը, իր հանգիստը, ես պարզապես պաշտպանել եմ իմ կնոջը բռնությունից։ Անին աստիճանաբար ուշքի եկավ, Արամի այս քայլը նրան տվեց մի այնպիսի ապահովության զգացում, որը նա երբեք չէր ունեցել։ Նա հասկացավ, որ իր թիկունքին կանգնած է մի տղամարդ, ով թույլ չի տա ոչ մեկին վնասել իրենց փոքրիկ աշխարհը։ Մեկ ամիս անց ծնվեց նրանց որդին, Դավիթը։ Արամը երջանկությունից փայլում էր։ Տիկին Սոնան հիվանդանոց չեկավ։ Նա սպասում էր, որ Արամը կզանգի ու կխնդրի գալ, բայց Արամը չզանգեց։ Միայն 2 ամիս անց տիկին Սոնան ինքը եկավ նրանց դռան մոտ։ Այս անգամ նա չուներ իր սովորական հպարտ հայացքը։ Նա կանգնած էր շեմին, ձեռքին մի փոքրիկ հագուստ թորնիկի համար եւ արցունքներն աչքերին։ Արամ ջան, Անի ջան, ներեք ինձ, շշնջաց նա։ Ես միայնակ մնալով հասկացա, որ իմ չարությունը ինձ միայն դատարկություն բերեց։ Ես ուզում եմ տեսնել թոռանս, ես խոստանում եմ այլևս երբեք։ Անին նայեց Արամին։ Արամը տեսավ կնոջ աչքերում ներողամտությունը։ Նա դուռը լայն բացեց։ Համեցիր մայրիկ, բայց հիշիր, սա նոր սկիզբ է, որտեղ հարգանքը ամեն ինչից վեր է։ Այդ օրվանից ընտանիքում խաղաղություն տիրեց։ Տիկին Սոնան դարձավ լավ տատիկ, բայց նա այլևս երբեք չփորձեց իշխել Արամի ու Անիի կյանքին։ Իսկ Արամը ապացուցեց, որ իսկական տղամարդու ուժը ոչ թե բռունցքների մեջ է, այլ արդարության եւ սեփական ընտանիքը պաշտպանելու վճռականության։ Այս պատմությունը դարձավ դաս բոլորի համար։ Սերը պետք է լինի ազատ, իսկ ընտանիքի սահմանները անձեռնմխելի։